Հնդկաստան, հեքիաթային և ծայրահեղությունների շքեղ երկիր, որը գրավում է իր գույներով և ճարտարապետությամբ։ Կերամա Մարացի ընկերությունը չշրջանցեց այս հնագույն երկիրը, ավելացնելով այն 2014 թվականի երկրների ցանկին Հնդկաստանի թեմատիկ հավաքածուով։ Կերամիկական սալիկների և կերամոգրանիտի չափազանց օրիգինալ և ինքնատիպ հավաքածու յուրահատկությունը գնահատողների համար։ Համեցեք ծանոթանալու այս տարվա նոր հնդկական հավաքածուին Կերամա Մարացի նորաբաց խանութ սրահում։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Ջահրին վարիր, ինչպես աղբյուր վարարիր, դու սիրտնի բորբոքրով արիր, և թող մուտն այս անդարձ մարի, շուտ միայն սիրո թևով արի, դու դարձիր օգիր այդ ողբոքուս և մի խոյանքնով, իմ միակ կարոտ միակ լույս, երկնին մի մոռանա դու մի հեռանա։ Լինա, այս ինչ ես խոսում։ Դա անհնար է։ Դու հասկանում ես ինչ ես խոսում, աղջիկ ջան։ Ես չգիտեմ, երդվում եմ, չգիտեմ, ես էլ որ առաջի անգամ իմացա շոկի մեջ եմ։ Ու վաղուց է, սիրահարված է։ Չգիտեմ, ինձ թվում է վաղուց։ Ես չեմ կարողանում պատկերացնել, թե ոնց կարող էր Արփին իրանից իր կողմքան մեծ տղամարդու սիրահարվել։ Ես իրան ուզեցի հասկացնել, որ սխալ բաներ է անում, բայց ինքին վրա գորգորած սպառնաց դրա համար էլ ձենս կտրած ման եմ գալիս։ Հետաքրքիր է Լինա, այդ ինչ ասել, որ դու էլ տենց վախեցել ես ու ոչինչ չես ասել։ Արփին ինձ սպառնաց, ասեց, որ աշխարհի տակի բոլոր մեղքերին վրա կգցի, դուք էլ ինձ այս տնից դուրս կանեք։ Դե ես էլ գիտեմ, որ եթե այդպիսի բան լինի, դուք հաստատ բոլորդ Արփին կհավատաք, այլ ոչ թե Լինային։ Դրա համար էլ ես ձեն չեմ հանում, սուսպուս ման եմ գալիս։ Բայց որ ինքը իրոք սիրահարված է Ռուբենին, այդ փաստ է։ Աստված իմ, ես ինչ է կատարվում իմ ընտանիքում։ Աղջիկս սիրահարված է Ռուբենին, ես ինչ է կատարվում, Աստված իմ։ Չէ։ Ես Արփի համար շատ եմ անհանգստանում, որովհետև Արփին է սիրահարված Ռուբենին, բայց դե Ռուբենն էլ տղամարդ է, չիմանաս ինչ կլինի։ Չեմ հասկանում Լինա։ Ռուբենն էլ Արփին է սիրահարված, հա։ Լինա, ինչի՞ ես խոսում, խոսա։ Քեզ հետ եմ։ Ինչ կա, ասա, ինչ կա Ռուբենի ու Արփիի միջև, ասա ինձ։ Լինա։ Ասում ես Արփին էլ է սիրահարված Ռուբենին։ Հա, ինքն է ինձ ասել դրա մասին։ Իսկ գուցե Ռուբենն է առիթ տվել։ Չէ, չէ, տիկին Գոհար, դա հնարավոր չի։ Չէ, Անուշ։ Արփին հենց այնպես չէր կարող սիրահարվել Ռուբենին։ Ես մտածում եմ, որ հաստատ Ռուբենը առիթ տվել է։ Չէ, դուք ուղղակի Ռուբենին չեք ճանաչում։ Դա հնարավոր չի։ Ու հետո մի մոռացեք, որ Արփին ընդամենը 15 տարեկան է։ Իսկ այդ տարեկին հատուկ է, երբ սիրահարվում են, երազանքներով են ապրում։ Ու ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում Արփիի մոտ կանցնի դա։ Ինքը կհասկանա, որ իրա ու Ռուբենի միջև չի կարող ոչ մի բան լինել։ Լավ, Անուշ։ Իսկ չես մտածում, որ հնարավոր է չանցնի։ Այդ դեպքում ի՞նչ է դուրս գալու։ Դու ապրելու ես Ռուբենենց տանը, Ռուբենի հետ, Արփին էլ Ռուբենի կողքին, հա, Անուշ։ Չգիտեմ։
Ես ինքս լավ չեմ պատկերացնում։ Բայց սկզբնական շրջանում երևի ես ու Ռուբենը առանցին կապրենք։ Արփին մեր հետ չի ապրի։ Դու անուշ ապրելու ես Ռուբենի ընտանիքի հետ։ Հա, ինչի դրա մեջ ինչ-որ վատ բան կա։ Դե չէ, ես չեմ ասում, որ դրա մեջ վատ բան կա։ Պարզապես ինձ թվում է, որ դու մի փոքր շտապում ես։ Իսկ ինձ էլ թվում է, որ ես դեռ ձեր համար մնացել եմ 15 տարեկան երեխան։ Բայց դա արդեն տես չտիկին գոհար։ Ու ես շատ լավ գիտակցում եմ ինչ եմ անում։ Ես երբեք այսքան վստահ չեմ եղել իմ քայլերում, ինչքան հիմա։ Ես կխոսեմ աղջկաս հետ, կփորձեմ ամեն ինչ բացատրել։ Ու ես գիտեմ, հույս ունեմ, որ ինքը ինձ կհասկանա։ Դուք Արփին երեխու տեղ եք դրել, բայց Արփին իրան հետ երեխու նման չի պահում։ Դու իմ հարցին չպատասխանեցիր, Լինա։ Ինձ ասա կոնկրետ ինչ կա Արփիի ու Ռուբենի մեջ։ Ես չգիտեմ։ Երդվում եմ, ես չգիտեմ։ Ես չգիտեմ, թե Ռուբենը Արփին ոնց է վերաբերվում, բայց Արփին շատ լուրջ սիրահարված է։ Ես չեմ հասկանում։ Արփին համ գիտի, որ Ռուբենը ընկերուհի ունի, պատրաստվում է ամուսնանալ, համ շարունակում է սիրահարված լինել։ Դե հա էլի տենց մի բան։ Լինա, իսկ Արփին գիտի, որ այդ հարսնացուն Անուշն է։ Անուշն է։ Հա։ Չէ, չգիտի։ Լինա, ձեռքդ տուր։ Ապրես, Լինա։ Դու այսօր ապացուցեցիր, որ մենք իզուր չի, որ ծնողներիդ մահվանից հետո քեզ այստեղ տուն ենք տվել ու հարազատի նման ենք վերաբերվել։ Շնորհակալ եմ, ապրես։ Ես չգիտեմ, եթե Արփին իմանա, որ սա ամեն ինչի մասին քեզ պատմել եմ, ինչ կլինի։ Արփին ոչինչ չի իմանա, Լինա։ Խոստանում եմ։ Ես միշտ ուզել եմ, որ քո բաբկեն քերի համար հարազատ աղջկա նման լինեմ։ Երազել եմ, որ ինձ էլ Արփիի չափ սիրեք։ Այդպես էլ կլինի, Լինա։ Հավատա ինձ, այդպես էլ կլինի։ Բայց հիմա ես քո կարիքն ավելի շատ ունեմ, քան դու իմ։ Լինա, ես հիմա հաշմանդամ եմ։ Կանված եմ ես անկողնում ես։ Ես ուղղակի չեմ կարողանում իմանալ, թե ինչ է կատարվում այս տանը Արփիի հետ։ Դու այսուհետ պիտի դառնաս իմ աչքերը, Լինա։ Դու պիտի ինձ ամեն ինչ պատմես։ Այն ինչ որ կատարվում Արփիի հետ, լսում ես։ Դու ամեն ինչ կիմանաս։ Ես կարող եմ քեզ վրա հույս դնել։ Հա։ Ես քեզ ամեն ինչ կպատմեմ Արփիի մասին։ Արփին ինձնից նեղացել էր, որ իմացել էր հետդ խոսել եմ իր մասին։ Ռուբեն, բայց ես իրան ընդհանրապես ոչ մի բան չեմ ասել։ Գիտեմ, բաբկին, գիտեմ։ Ուղղակի ինքը ինչ-որ բան էր զգացել։ Հասկացել էր, որ հետդ խոսել եմ ու ինձնից ճշտեց, դե ես էլ ոչ էի խաբելու, ասեցի։ Ճիշտ էլ արել ես։ Ես ընդհանրապես տանել չեմ կարողանում, երբ որ հարազատների մեջ ինչ-որ գաղտնիքներ են լինում, աջ ու ձախ իրար խաբում են։ Արփին առավել ևս դրա մասին պիտի իմանա։ Ճիշտ ես։ Դրա համար Անուշին խնդրել եմ, որ Արփիի հետ մեր հարաբերությունների մասին խոսի։ Այդ ժամանակ հուսանք, որ Արփին կհասկանա, որ սխալ ուղու վրա է։ Արփին շատ ավելի շուտ պիտի իմանար ձեր հարաբերությունների մասին։ Հասմիկներ էլի չեր ուզում, դեմ էր։ Դե հա, դա էլ կա, բայց մենք երեխուն չասելու ուրիշ պատճառ ունենք։
Ուրիշ ինչ պատճառ, Ռուբեն։ Երբ Արփիին ասացի, որ սիրած կին ունեմ ու պատրաստվում եմ հետը ամուսնանալ, պիտի վիճակը տեսնեիր։ Հետո էլ Անուշի մոտ լացել է ու ասել է, որ ով ուզում է լինի, մինչև կյանքի վերջ ատելու է ու արհամարի հետ կնոջ։ Դե դու էլ արդեն հասկացար, որ Անուշը չի ուզել Արփիի ատելությանն ու արհամարակին արժանանա։ Չեմ հասկանում ինչ է կատարվում աղջիկաս հետ։ Բաբկեն մի նեղվի այդքան։ 15 տարեկան աղջիկ է, այդ տարիքի համար նորմալ է։ Դու երեխայա չի հասկանում ինչ է կյանքը, հենց երազանքներով ապրում։ Ոչինչ։ Անուշը հետը կխոսի ու ամեն ինչ իր տեղը կընկնի։ Դու այդքան մի նեղվի։ Ռուբեն, բայց համոզված ես, որ Անուշի մոտ կստացվի։ Հաստատ։ Որովհետև ավելի լավ է Անուշը ինքը մեր հարաբերությունների մասին պատմի, քան Արփին մեկ ուրիշից իմանա։ Այդ ժամանակ արդեն Անուշը չի խուսափի Արփիի ատելությունից ու արհամարանքից։ Լույս կարող եմ իմանաս Արփին որտեղ է, նայում եմ մեր սենյակում չի։ Դե, եթե ձեր սենյակում չի, ուրեմն հաստատ մորքուրի մոտ է։ Ինչ մորքուր Լուսո։ Գժվել ես, ինչ ես խոսում, լրիվ ես ցնդել քո հայրոյի կարոտից։ Ոչ, այդ դու ես կյանքից հետ մնացել։ Այս տան այնպիսի բաներ է կատարվում, որ չես պատկերացնի։ Օրինակ, պարզվեց, որ Անուշը տիկին Հասմիկի քույրն է։ Բա։ Ինչա։ Ինչ ես խոսում Լուսո։ Գժվել ես։ Եմ գժվել, որ քերիտ մի քիչ առաջ եկավ ու բոլորիս հայտարարեց, որ Անուշը Հասմիկի քույրն է։ Բա, այտենց հետաքրքիր բաներ։ Լսի, կարող է մի օր էլ պարզվի, որ ես ու դու քույրեր ենք։ Ով էլ է Լուսո։ Դու ցնդվել ես։ Չես հավատում, գնա քերակնոջդ հարցրու։ Երեք չի Անուշը պիտի ամուսնանա Ռուբենի նման տղու հետ, մի հատ էլ պարզվում է, որ Հասմիկի քուրն է։ Այ քեզ բան։ Այս արդեն մորքուրի ծաղիկներ ես նվիրում, հա։ Շատ հուզիչ է, գիտես։ Փաստորեն արդեն դու էլ գիտես վերջին նորությունները։ Դե գիտես ինչ կա Արփի ջան։ Եթե մի տանը Լուսինեի աշխատում, այդ տանը գաղտնիքներ չեն լինում։ Բայց այդ գաղտնիք չի։ Իսկ ոնց հասկանանք, որ ես այդ իմանում եմ ոչ թե քեզնից, այլ Լուսոից։ Դե դու տանը չէի լին, պապան էլ բոլորին ասեց։ Չես պատկերացնի ինչ ուրախ եմ, որ Անուշի նման մորքուրն է։ Բա ինչի այսքան ժամանակ Հասմիկը չէր ասում, որ Անուշը իր քույրն է։ Գիտեմ, ստեղ հաստատ մի բան է, ինչի ստեղ ինչ-որ գաղտնիք կա։ Լավ էլի Լինա, ամեն ինչին վատաչկով ես նայում։ Դե լավ է։ Էլի շնորհակալություն, որ այս անգամ չասեցիր ես այս տան ակռավն եմ։ Լինա, ամեն ինչ մի խառնի իրար։ Հա գիտեմ, որ ինձանից նեղացած ես, բայց հասկացի է դեր ճիշտը։ Հա Արփի, ես քեզնից նեղացած եմ։ Երևի ես էի չէ, որ գնացի ու ինչ-որ հոգեբանի մոտ քո բոլոր գաղտնիքները բացեցի։ Լինա, ախր ես այդ քեզ օգնելու համար եմ արել։ Դու չես հասկանում կամ էլ չես ուզում հասկանաս։ Օգնել ես, լավ է, նորմալ է ամեն ինչ։ Ինչ ա փոխվել։ Ես էլի մնացել եմ այս հարուստան աղքատ բարեկամը։ Լինա, ինչի է քո աչքին ամեն ինչ սև գույնով երևում։ Լավ Արփի, վերջ մոռացանք։ Արի նստի։ Ես քեզնից չեմ նեղանում։ Մոտիկ ընկերուհիները իրարից չեն նեղանում, չէ՞։ Թե քո մոտիկ ընկերուհին արդեն Անուշն է։ Լինա, մի ձեռար, հա։ Անուշը երբեք մեր ընկերությանը չի խանգարել ու երբեք էլ չի խանգարի։ Բայց դու հիմա մենակ Անուշի հետ ես կիսվում։ Ռուբենի հետ կապված քո բոլոր գաղտնիքները իրան ես վստահում։ Անուշը ինձ հասկանում է, Լին։ Ես քեզ չեմ հասկանում, Արփի։ Լավ, Լին, վերջ։ Գիտես, քեզ ինչքան բան ունեմ պատմելու։ Այս քանի օրվա մեջ այնքան բան ա եղել, որ չգիտեմ թե որտեղից սկսեմ։
Անկամ Անուշը ինձ չի կարողանում օգնի։ Ռուբենի հետ է կապված։ Բայելում Լին։ Ես քնում արտանում եմ, մենակ Ռուբենի մասին եմ մտածում։ Իսկ ինքը ուրիշին է սիրարված։ Սյուզի ջան, խնդրում եմ անցած ամսվա հաշվետվությունն էլ բեր, հա։ Հա։ Ինչ գործ ունես այդտեղ։ Եկել եմ քեզ համբուրեմ ու ասեմ ինչքան շատ եմ քեզ սիրում։ Ու համ էլ քեզ մի բան եմ բերել։ Լսիան, այն որ դու եկել հասել ես այդտեղ իմ համար արդեն ամեն ինչ է։ Բայց մի րոպե հետաքրքիր է։ Գիշերն եմ մտածել գրել։ Տեսնենք։ Գիշերը երկար էր, գիշերը անգին, ու ես քո գրկում կին էի երջանիկ։ Անցյալը մի պահ թված լուսաբացի ցողին։ Բայց դու չծիծաղաս վրաս։ Չէ, չեմ ծիծաղա, ես ընդհանրապես հիմա կարամ մենակ հիանամ քեզանով։ Լսի, փաստորեն դու թաքնված տաղանդ ես, ես նոր եմ իմանում, հա դրա մասին։ Ու ես քո գրկում կին էի մի երջանիկ։ Ան, չգիտեմ այսօր քո հետ ինչ ա եղել, բայց աչքերիդ փայլել լրիվ ուրիշ է։ Որտեղ ես վերջապես հասկացա, որ չեմ թողնի, որ ինչ-որ մեկը խանգարի մեր երջանկությանը։ Ես ուզում եմ դառնալ քո կինը։ Միշտ քո հետ լինել երջանիկ։ Ան, դու հիմա լուրջ ես խոսում։ Երբեք այսքան լուրջ չեմ եղել։ Բայց Հարփի հետ խոսել ես մեր մասին։ Դեռ չեմ։ Բայց հենց հասնեմ տուն, ուզում եմ խոսալ հետը։ Արփի համար նվեր եմ արել։ Հուսամ դուրը կգա։ Շատ եմ ուզում որ դուրը գա ու Արփին շարունակի ինձ նույն ձևի սիրել ու վստահել։ Ու մենք վերջապես դառնանք իսկական մայր ու աղջիկ։ Ու որ Լավ, լսիան։ Էլ մի այդքան հուզվի մի անհանգստացի։ Մենք ամեն ինչ կանենք, որ Արփին մեր սերը ընդունի։ Ու ամեն ինչ լինելու ունենց ոնց որ դու ես ուզում։ Լավ կլինի ամեն ինչ։ Լին, ինձ լրիվ երջանիկ զգալու համար մենակ Ռուբենի սերն է պետք։ Հարփի, իսկ Անուշը գիտի, որ դու Ռուբենին ես սիրում։ Հա, գիտի։ Ես ամեն ինչ պատմում եմ Անուշին։ Ու ինչ է ասում։ Դե Անուշը ասում է, որ տարիքային մեծ տարբերություն կա, որ ժամանակի ընթացքում կմոռանամ Ռուբենին։ Բայց ինչ որ միտեղ ինձ հասկանում է, չի մեղադրում։ Իսկ ինչ ես կարծում, Անուշը ոնց կվերաբերվի այն մտքին, որ դու օրերից մի օր Ռուբենի հետ ամուսնանաս։ Այդ քո ասած օրերից մի օր Անուշը կընդունի, որ ես ու Ռուբենը ամուսնանանք։ Իսկ Ռուբենը ինչ է ասում։ Ամենաբարդն էլ հենց Ռուբենն է Լին։ Ռուբենը ինձ ընկերոջ նման է սիրում, ուրիշ ոչ մի զգացմունք չունի իմ նկատմամբ։ Ես այդ մտքից գժվում եմ Լին։ Ասել է, որ ամուսնանալու է այդ կնոջ հետ։ Լին, ես կյանքում ոչ մեկի չեմ ատել։ Անգամ Միկային, բայց որ մտածում եմ Ռուբենը ուրիշի է սիրում, ես ատում եմ ամբողջ սրտով այդ կնոջը։ Ան գիտես, չէ՞, այն պահից սկսած, որ ասացիր Արփին աղջիկը տա, սկսել եմ լիքը ընդհանրություններ գտնել ձեր մեջ։ Դե արտաքինի մասին էլ չեմ էլ խոսում։ Ճիշտ ես Արփիս ոնց որ իմ կեսը լինի։
Չէ, չնայած ինքը ավելի լավն է։ Ու ես միշտ երազել եմ իրապես աղջիկ լինել։ Հուսով եմ երեխուս շատ մեծ ցավ չեմ պատճառի, ասելով, որ ես եմ քո ընտրյալը։ Ես վստահ եմ, որ Արփին ամեն ինչ կհասկանա։ Ու ինքը կգնահատի այն փաստը, որ հենց դու ես դրա մասին իրան ասում, այլ ոչ մեկ ուրիշը։ Անուշ, ես ինչ հաճելի անակնկալ ես մեզ մոտեցվել։ Ռուբենի մոտ եմ եկել։ Իրավունք ունեմ, չէ՞։ Առայժմ հա։ Բայց հենց ամուսնացակ, այնքան գործան քեզ տալու, որ դաժե գիշերը տուն գնալու ժամանակ չունենաս։ Բաբկեն, ես չեմ հավատում, որ դու կարաս այդքան դաժան լինես։ Բայց գիտես, որ բիզնեսս չտուժի, Անուշին գործի կվերցնեմ իմ մոտ։ Հրաշալի է։ Գոնե իրար հետ կճաշենք։ Ռուբեն, բայց ես լուրջ եմ ասում։ Հա, Անուշ, համաձայն ես, կգաս աշխատես։ Համաձայն է։ Երջանիկ եմ, Բաբկեն։ Ես չեք պատկերացնի ինձ ինչքան ուրախ կզգամ, եթե ինչ-որ բանով օգտակար լինեմ ու Ռուբենի համար բեռ չլինեմ։ Մի րոպե, հա։ Բայց դու ինձ հարցրել ես, ես ուզում եմ, որ իմ կինը աշխատի, թե չէ։ Բայց հուպ։ Անուշ ջան, սպասի։ Ռուբենը ջահել է, տաքարյուն է, հələ իր լավն էլ չի հասկանում, ինքը չի հասկանում, որ ինչ ասում եմ, իր համար եմ ասում։ Համել համարենք էսի իմ առաջին նվերնա ձեր ամուսնության կապակցությամբ։ Հենց որ ամուսինդ համաձայնն է, համաձայն չի, մեկ է, ես իմ առաջի հարսանեկան նվերը անում եմ, քեզ աշխատանք եմ առաջարկում, համաձայն ես։ Պատկերացնում ես Գրիգոր, նրանք ամուսնանում են ու էլ հետ դարձի ճամփա չկա։ Ես ամեն բան արել եմ, որ խուսափենք Անուշի ու Ռուբենի միությունից։ Խոսել եմ Անուշի հետ։ Բացատրել, թե ինչ կլինի, եթե Ռուբենն իմանա, որ մարդասպանության համար տարիներ է անցկացրել բանտում։ Բայց ինչպես հասկացա, Անուշը չի ուզում իր երջանկությունը ձեռքից բաց թողել։ Ախր այդ երջանկությունը, Գրիգոր, հնարավոր է ողբերգական ավարտ ունենա, դու պատկերացնում ես։ Ես ոչ Ռուբենին կարող եմ ասել ով է Անուշը։ Ոչ էլ Անուշին, թե իրականում ում հետ է կյանքը կապում։ Չգիտեմ էլ ինչ կարող եմ անել։ Ես էլ չգիտեմ, Գրիգոր։ Բայց մի բան հաստատ գիտեմ, որ պետք է ամեն ինչ անել, որ այդ հարսանիքը չկայանա։ Անուշին թվում է, թե իր դժբախտությունները ավարտվել են, բայց չի էլ կարողանում պատկերացնի, որ ամենասարսափելին դեռ առջևում է։ Չգիտեմ։ Հուսով եմ, որ ամեն բան այդքան էլ վատ չի վերջանա Գոհար։ Իսկ ես հույս չունեմ։ Գիտես Անուշը ինչ ասեց։ Ասեց, որ ամուսնանալուց հետո ապրելու են Ռուբենի հայրական տանը, Ռուբենի մոր հետ։ Ինչ։ Հա, ճիշտ լսեցիր։ Դու պատկերացնում ես, եթե հանկարծ Անուշը ինչ-որ մի ընտանեկան խոսակցությունից, ինչ-որ մի ընտանեկան ալբոմից կամ որևէ մի մանրուքից հանկարծ իմանա, որ ամուսնացել է այն մարդու հետ, որի եղբոր մահվան հարցում մեղադրում են հենց իրեն, Անուշին, պատկերացնում ես։ Այո, ու դա կլինի սարսափելի վերջաբան։ Ահա, հասանք տեղ Լիլի, էս էլ քո տղամարդը։ Բայց էս են չի, սրա պատճառով քուն ու դադար կկորցնես։ Էդ ով է։ Անունը չի երևում, բայց մի բան հաստատ է, էս մարդը քեզ շատ մոտ կանգնած մարդ է, շատ լավ գիտի քեզ։ Ինչ գիտի, որ։ Անկողին եմ տեսնում։ Նշանակում է շատ լավ գիտի քեզ։ Անգամ քո մարմինը Տիկին Լիլի։ Էդ ինչ է նշանակում։ Սա նշանակում է,
որ դու ինչ-որ մեկինն ես եղել, բայց ձեր մեջ սեր չկա։ Ավելի վատ բան եմ տեսնում, մահ ու արյուն եմ տեսնում։ Սրանից պետք է զգուշանալ, ինչ-որ վատ բան է ծրագրել։ Էլ մի շարունակի։ Կարծես թե հասկացա ում մասին է խոսքը։ Տես տիկին Լիլի, ես միշտ պատրաստ եմ ձեզ օգնել։ Ինչ է պատահել Էմմա։ Ինձ ասացին, որ ուզում ես ինձ տենաս։ Ինչ-որ պրոբլեմ կա։ Չէ, ոչ մի պրոբլեմ էլ չկա, Սոկրատ։ Սա գործնական խոսակցություն չի։ Սա անձնական հարց է։ Ավելի բարեկամական խոսակցություն է։ Չէ, ուղղակի մի քիչ անհանգստացա։ Խնդիր չկա, ասա լսում եմ։ Չէ, անհանգստանալու կարիք չկա, հակառակը։ Ես հիմա ինձ մի տեսակ ավելի հանգիստ ու ավելի թեթևացած եմ զգում։ Այսքան տարի հետո այդ մարդասպանը արդեն այրվում է դժոխքի կրակներում։ Ճիշտ է, ես դրան երբեք չեմ կարող ներել ու մոռանալ այն ինչ որ եղավ։ Նստես։ Չէ, շնորհակալ եմ։ Ճիշտ ասած հասկանում եմ, Էմմա ջան, շատ դժվար է ներել մի մարդու, որը այդքան ցավակ ես պատճառել։ Չնայած ասում են, որ ոխը մեջդ պահելը շատ վատ բան է, դա առաջին հերթին քեզ է թունավորում։ Ու գիտես, ես որոշել եմ հիմա շատ բան փոխել իմ կյանքում։ Ու ինչ է, Էմմա։ Գիտես, քանի որ Ռուբենը ամուսնանալու է Անուշի հետ, ես մտածում եմ, որ նրանք երկուսով գան ու ապրեն այստեղ, իմ տանը։ Անուշը այս տանը պիտի ապրի։ Հա, այս տանը։ Սա Ռուբենի հայրական տունն է, ու Ռուբենը բոլոր իրավունքներն ունի այստեղ ապրելու։ Իսկ գալով Անուշին, գիտես, ինձ ամեն դեպքում թվում է, որ ես մի քիչ շտապեցի ու այդ աղջկա մասին ինչ-որ սխալ կարծիքներ կազմեցի։ Հնարավոր է, ժամանակը ցույց կտա։ Ու ես ուզում եմ, որ այս տանը ուրախություն լինի վերջապես, ես ուզում եմ, որ ես շրջապատված լինեմ այն մարդկանցով, ովքեր միշտ իմ կողքին են եղել։ Դու, Լիլին, հիմա նաև քո կինը։ Իմ կինը։ Ահա, դու կին ունես, չէ՞։ Ու կարծեմ միասին եք ապրում։ Ես ուզում եմ ծանոթանալ նրա հետ։ Ծանոթանաս կնոջս հետ։ Ես ուզում եմ ծանոթանալ, լավ, այսպես ասենք, ընդունիր սա որպես պաշտոնական հրավեր։ Ես քեզ ու կնոջդ հրավիրում եմ իմ տուն ճաշի։ Կարծում եմ, ես առնվազն անխելք պետք է լինեմ, որ նման առաջարկը մերժեմ։ Չէ՞։ Եթե նույնիսկ Ռուբենը դեմ լինի։ Լսեք, չեք կարծում, որ երկուսով մեկի դեմ մի քիչ անարդար է։ Փաստորեն ուրիշ ելք չունեմ, հա։ Դե լավ, համաձայն է, որ կինս աշխատի։ Յորջ։ Բայց մենակ իմ հետ։ Ճիշտ ես ասում։ Հա։ Այսօր իմ համար ամենաերջանիկ օրն է։ Բայց միշտ է պետք է ուրախանաս, մի հատ բացի աշխատավարձ հետ ինչ կանա։
Մի անհանգստացի, հա։ Ես իմ աշխատակցու հետ այդ հարցը հանգիստ կքննարկեմ, բայց Մեղրամսից հետո։ Հա, իսկ ուր եք պատրաստում գնաք Մեղրամսին։ Դե ուր որ Անուշը սկուզի։ Չէ, իմ համար մեկ առօ։ Ուր որ դու կասես։ Կարևորը միասին կլինենք։ Հրաշքա, չէ։ Ոնց տեսնում եմ դուք շատ քննարկելու բան ունեք։ Լավ, ես գնամ։ Երբ մի քիչ գործեր ունեմ։ Չէ, պետք չի բաբկեն, արդեն դուրս եմ գալիս։ Արփիի հետ պետք է խոսեմ։ Լավ, հասկացա։ Հիմա վարորդին կասեմ, քեզ կտանի տուն։ Իսկ կարող է բացառության կարգով այսօր այդ վարորդը ես լինեմ։ Ոնց Անուշը կուզի։ Խնդրեմ։ Գնանք։ Լավ է եկար։ Ինձ էլ թվում էր ամբողջ օրս այստեղ քեզ սպասելով կանցնի։ Բայց ես չեմ հիշում, որ մենք ինչ-որ այսօր պայմանավորված էինք Լիլի։ Իսկ այդ երբ ո՞նց ենք մենք նախորոք պայմանավորվում մեր հանդիպումների մասին, Սոկրատ ջան։ Լսի Լիլի, մի քիչ շտապում եմ։ Մեկ հատ փաստաթուղթ կա, պետք է վերցնեմ ու էլի հետ գնամ քաղաք, լավ։ Դու միշտ ժամանակ գտնում էիր։ Պուճուր հաճույքների համար։ Լսի Լիլի, հիմա դրա ժամանակը չի լավ։ Թե կինը թույլ չի տալիս, ամբողջ եռանդը իրա վրա ես ծախսում։ Լիլի, Սոնանստը կապ չունի։ Եթե ուրիշ բան չունես ինձ ասելու, գործեր ունեմ ասեցի, թող գնամ։ Կներես, որ վիրավորեցի։ Ես չգիտեի, որ այդ գեղչկուհիները այդքան մոդայիկ են։ Շուրջ բոլորս դրանց են սիրահարվել։ Ես քո խայթոսներին շատ լավ ծանոթ եմ։ Մի ուրիշ անգամ լիներ, հաստատ պատասխանդ կստանայիր։ Իսկ հիմա ասում եմ, գործեր ունեմ, պետքա գնամ։ Իսկ մեր ծրագրերը իրականացնելու համար երբ ես ժամանակ գտնելու, պարոն ամենազոր ու ամենազբաղ Սոկրատ։ Թե այնքան ես սիրասների ծոցը գիշերները լուսացրել, որ լրիվ մոռացել ես անելիքներդ։ Լսի Լիլի, մեկ ընդ միշտ հիշի։ Ես երբեք ոչ մի բան չեմ մոռանում։ Ու իմ անձնականը հանգարց չխառնես մեր գործերի մեջ։ Եղավ։ Կներես, բայց ես պետք է գնամ։ Դու հաստատ սիրահարվել ես, մինչև ականջներդ։ Դենաս տարիքիդ մասին հոչ ես մոռացել ասել։ Աստված ջան, երանի դու չլինես Սոկրատ են տղամարդը, ով ինձ զանգում ու սպառնում է։ Ես ինչ ես անում։ Հաց եմ ուտում։ Հա չես կարող մի քիչ նորմալ ուտես։ Քեզ իսկական կնոջ պես պայի, հա։ Ինձ սենց էլ է հոգի հարազատ։ Սպասի, ես չվերջացվի։ Ինչ ես ուզում, չեմ հասկանում։ Դու բացի ինձ ցավ պատճառելուց ուրիշ բան չես կարողանում անել։ Չէ, ինչի կարողանում եմ։ Այ օրինակ հիմա քեզ ուզում եմ դարձնել արժանապատիվ կին։ Քեզ դրանից ինչ օգուտ։ Թե ես էլ եմ քո բիզնես ծրագրերի մի մասը կազմում։ Այ, չարն ես, Սոնա, չարը։ Դե քեզ ամբողջ կյանքում այնքան են խաբել, որ հիմա ոչ մեկին չես հավատում։ Քեզ որ հաստատ չեմ հավատում։ Ոչինչ, դրա ժամանակն էլ կգա։ Իսկ հիմա պատրաստվի, այսօր տեղ ենք հրավիրված։ Հիմա ինչ ես մտածել։ Չէ, այդ իմ գաղափարը չի, այդ Էմմայի գաղափարն է։ Էմմա? Էմման ով է։ Դե կգնանք կծանոթանաս։ Այն հողերի ու այգիների տիրոջ հետ, որտեղ դու ժամանակին աշխատում էիր։ Ինքը ինձ իմ կնոջ հետ հրավիրել է իրենց տուն ճաշի։
Ես քո տիկինը չեմ, Սոկրատ։ Հիմա այդ կարևոր չի։ Կարևորն է, որ մենք գնալու ենք ու ես ինձ եմ անելու, որ դու ունդեր լինես թագուհի։ Այ, վարվեցի Ռայա։ Զգույշ, ասեցի թող ես անեմ։ Ռայա, մի նեղացի, ուզում եմ ամեն ինչ ինքս անեմ մամայիս համար։ Որ էր թե մամաս էստեղ լիներ, տեսներ թե ինչեր եմ կարողանում անել։ Արփի ջան, ամեն ինչ ժամանակավոր է։ Այ կտեսնես, մամադ հաստատ կլավանա։ Գիտեմ, Ռայա, դրա համար էլ երջանիկ եմ։ Ամել երջանիկ եմ, որ պապան ասաց, էլ չեմ գնում Եվրոպա, մնում եմ էստեղ։ Որովհետև ես մորքուր ունեմ, Ռայա։ Պապաս ինձ սիրում անորից։ Վայ Արփի ջան, ինչ ուրախ եմ։ Մանավանդ որ Անուշին այդքան ջերմ ընդունեցիք։ Ռայա, գիտես քեզ մի բան եմ ուզում ասեմ, բայց հանկարծ չծիծաղես իմ վրա։ Ամոթ քեզ։ Դե զգուշացնում եմ, էլի։ Գիտես, Ռայա, մոտս տենց զգացողությունը, ինչ Անուշը մեր տուն է եկել, որ եթե ինքը իմ կողքին է լինում, իմ հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Ոնց որ ներսից ինձ մի բան հուշի, որ մենք ընդհանուր բաներ ունենք, որ ես միշտ պիտի սիրեմ Անուշին։ Չգիտեմ ոնց բացատրեմ զգացածս, բայց Անուշին իմ համար շատ հարազատ մարդ է դարձել։ Ու ես ուրախ եմ, որ մենք բարեկամներ ենք, Ռայա։ Բայց գիտես, չգիտեմ Անուշին ոնց դիմեմ, մորքուր թե մորաքույր։ Դե, թե Անուշին ոնց կդիմես, այդ ժամանակը ցույց կտա։ Բայց պապան մաման ամենաառաջնայինն են, չէ՞։ Հա, գիտեմ, Ռայա։ Բայց ես Անուշի հետ ինձ ավելի հանգիստ եմ զգում, քան մամայի։ Պատկերացնում ես, իմ բոլոր գաղտնիքները գիտի Անուշը, ու ինձ շատ լավ հասկանում է։ Հա, բայց այդ չի նշանակում, Արփի ջան, որ մամադ քեզ չի հասկանում։ Հասմիկը քեզանով է ապրում, այ բալա։ Գիտեմ, Ռայա, ես էլ մամային եմ շատ սիրում, բայց մաման իմ վրա շատ է խոսում։ Դե այդ նորմալ է, ծնողները սիրում են խոսել, դիտողություն անել, ջղայնանալ։ Իրենց ավելի կարևոր են զգում այդպես։ Երևի չգիտեմ։ Լինա։ Հա։ Խոսեցի Արփի հետ։ Հա, խոսեցի։ Ու ինչ ասաց։ Քեզ մի բան եմ ուզում հարցնեմ, բայց չգիտեմ ոնց ասեմ։ Դե լավ, մի երկարացրու Լինա, ասա տեսնեմ ինչ ես ուզում հարցնել։ Դու Անուշը քույրեր եք։ Հա, ճիշտ է։ Բա, այդ ոնց է եղել, որ Լինա, ես ու Անուշը քույրեր ենք ու վերջ։ Ավելորդ հարցեր մի տուր։ Պարզ է։ Հա, կներես։ Հիմա ասա տեսնեմ ինչ ես խոսել Արփիի հետ։ Ինչ որ բան ասեց, ինչ որ կապ կա իրա ու Ռուբենի մեջ։ Հարցրեցի Ռուբենի մասին։ Օ, ինչ ասեց։ Ինչ որ բան խոստովանեց։ Ռուբենը իրեն մերժել է։ Ասել է, որ ընկերուհի ունի։ Հա, փաստորեն Ռուբենը չի օգտվել աղջկաս վիճակից։ Չէ։ Միակ բանը ասել է, որ կարող է առաջարկել այդ լավ ընկերներ մնալն է։ Բա Արփին ոնց է արձագանքել այդ փաստին, Լինա։ Արփին ավելի շատ ընկերուհու վրա է ջղայնացած։ Դե ես պարագայում Անուշի, բայց դե Արփին չգիտի, չէ, որ այդ ընկերուհին Անուշն է։ Լինա։ Լավ, դե ես գնամ, ուշանում եմ, միջանկյալներ ունեմ, պիտի գնամ ընկերուհուս տուն պարապեմ։ Լավ, դու այդքան մի անհանգստացի, մանավանդ երբ որ իմանա, որ Անուշն ու Ռուբենի ընկերուհին երկուսին էլ կատի։
Դե լավ ես գնամ։ Շտապում եմ։ Հալինա ջան, գնա պարապի։ Չուշացնեմ քեզ քո գործերից։ Լինա, Արփին ասա թող բարձրանա ինձ։ Բայց Արփին չի իմանա, չէ, որ ես եմ քեզ այս ամեն ինչը պատմել։ Չէ, իհարկե չի։ Գնա։ Լավ, առայժմ։ Հայ Լինա, ծրիակ էր։ Հիմա էլ գող դուրս եկար։ Լավ, ես քո հարցերը հետո կլուծեմ։ Պաստորեն Արփին Անուշին ատում է չիմանալով, որ Ռուբենի հարսնացուն է Անուշ։ Շատ լավ է։ Լավ, այս անգամ էլ չասեցիր տնից հեռու կանգնի։ Կներես։ Ուղղակի չեմ ուզում Արփին մեզ միասին տեսնի։ Մեծ արդեն ժամանակն է, որ Արփի հետ խոսես, չէ՞։ Ու բոլորը պիտի մեր հարսանիքի մասին իմանան։ Հա, բայց մի քիչ էլ համբերելով խնդրում եմ։ Արփի հետ խոսեմ, տեսնեմ ինչ է ասում, նոր բոլորին կասենք հարսանիքի մասին։ Լավ։ Բայց խնդրում եմ դու այդքան մի լարվի, հա։ Այ միջանոց։ Սա քեզ է պատկանում։ Ու պիտի քո մոտ լինի ու համոզված եմ, որ ինքը քեզ վստահություն կտա։ Չէ, Ռուբ, խնդրում եմ, պետք չի։ Չհասկացան, եթե պիտի Արփի հետ խոսես ու ասես, որ մենք իրար սիրում ենք, էլ թաքցնելու իմաստը ո՞րն է։ Ճիշտ ես, բայց մեկը վախենում եմ։ Շատ սիրում եմ, այո։ Հավատա ամեն ինչ լավ է լինելու։ Հուսանք։ Գնացի։ Այսօր ես 2 ժամա չկաս։ Մամայի համար բան էի թխում։ Հա, լավ ես անում, դե գնա վերև նոր սենյակով անցնում էի, ինձ թված քեզ ականջում։ Ինչ էր ուզում։ Դե չգիտեմ, Արփի չիմացա, մենակ լսեցի, որ քեզ ականջում։ Լավ, բայց դու ես ուր ես գնում։ Ես գնում եմ բան Դինայից տուն եմ գնում։ Միջանկյալներ ունեմ, դու պարապեմ։ Լավ, դե կբարևես Դինային։ Հա, լավ։ Էդ ինչ ես դասերից բացակայելու չեմ հասկանում։ Առաջ աշխատանքն ու դասերը համատեղում էիր։ Անկա ինձ շատ փող է պետք։ Դե իմ ում պետք չի փող։ Չէ, ինձ ավելի շատ է պետք, որովհետև ուզում եմ երգերս զայնագրեմ ու CD թողարկեմ։ Լուրջ դու ուզում ես CD թողարկես։ Ու դրա համար շատ փող է պետք։ Ես թվում է դու մեծ երգիչ ես դառնալու։ Անուրը հաց է տոնը։ Էրիկ։ Երևի անհարմար պայ եմ, հա, եկել, կներեք։ Նանես ինչ որ դու էիր մտածում։ Լավ մի խառնվ իրար։ Ոնց ես Էրիկ ջան։ Լավ, մերսի։ Էրիկ ջան, դու շուշու տարի, հա, մեր տուն, որ անկան քեզ տեսնում, հա, սաղարը ժպտում է։ Վերջացրու։ Ոնց են գործել Էրիկ ջան։ Նա գիտես Էրիկը ուզում է CD թողարկի։ Լուրջ։ Էլ բաբկենի մեջ ես աշխատում։ Չէ, աշխատում եմ։ Հա, երևի ինքն է, հա, բանավորելու։ Չէ, բաբկենը նույնիսկ տեղյակել չի։ Բայց ինչի չես ասա, ինքը քեզ հաստատ կօգներ։ Դե հիմա չէ։ Հետո կասեմ երևի։ Ուղղակի հիմա բաբկենը ծանր վիճակում է։ Կինը ավտովթարի է ենթարկվել։ Վա ինչ ահավոր է։ Երևի բաբկենը հիմա շատ վատ վիճակում է։ Դե հա, ճիշտ է չի մահացել, բայց կուրացել է։ Մամ հոգնած չէր։ Արփի։ Չէ, բալես քնած չէի։
Քանի որ չեմ տեսնում, չեմ էլ նկատում երբ են աչքերս փակ երբ բաց։ Նստիր, ուզում եմ քեզ հետ խոսել։ Մամ, քո համար խմորեղեն եմ թխել։ Ապրես, բարես։ Հետո կուտեմ, հիմա չեմ ուզում։ Մամ, ինչ ես ուզում ասել։ Արփի, հիշում ես առաջ որ գալիս էիր դպրոցից տուն, մի անգամից վազում էիր ինձ մոտ։ Պատմում էիր, թե այդ օրը ինչ ա եղել։ Ես էլ քեզ հարցնում էի, սիրահարվել ես, չես սիրահարվել, ընկեր ունես, չունես, հիշում ես։ Ահա, մամ, ու քո կարծիքով իմ դասարանի բոլոր տղաները իմ փեսացուներն էին, չէ՞։ Հա, բայց դու բոլորին հիմար էիր համարում։ Հա, հիմա առավել եւս։ Ուզում ես ասել, որ հիմա սիրահարված չես, Արփի, ընկեր չունես։ Արփի, ինչ ես լռում։ Դու ինձ չես վստահում։ Մամ, ուղղակի։ Ես ուզում եմ, որ դու ինձ վստահես, Արփի։ Մամ, ես Ինձ կարող ես ոչինչ չասել։ Ես արդեն ամեն ինչ գիտեմ։ Մայրերը ամեն ինչ զգում են։ Ես գիտեմ, որ դու սիրահարված ես։ Կզարմանաս, բայց նաև գիտեմ, թե ում ես սիրահարված, Արփի։ Ռուբեն ինչ է։ Դու Ռուբենին ես սիրահարված։ Արա ինձ քո պրոբլեմները վապշե չի հետաքրքրում։ Ուր դու եկել ես էլի գնա անդե։ Փողը վերցրա։ Փողը վերցրա, մի բան բերելի, խնդրում եմ, էլ չեմ դիմանում, խնդրում եմ։ Բանջը։ Ես ինչ է։ Ասի ֆելո ես շատ ժամանակ չունեմ խոսելու։ Բայց հետդ գործ կա։ Ռազին ու Սոկրատին պետքա վերացնել։ Ով է մամ, անունն ասա։ Ռուբենի հարսնացուն Անուշն է։ Ինչ։ Արփի, իմ աղջիկս։ Ես քեզ ինչ աղջիկ Անուշ։ Լսի, ինձ աղջիկս խնդրում եմ։ Ինձ աղջիկս շասես։ Ավելի լավ է մեռնեմ, քան քո համար աղջիկ լինեմ։